Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքի 45-րդ տարում երկրային կյանքից վաղաժամ հեռացել է բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը Անժելիկա Հայրապետյանը։ Հիշատակը թող հավերժ մնա մեր սրտերում, ձեր ընտանիքին մաղթում ենք ուժ և համբերություն, ձեր ընտանիքի կորուստը նաև մեր կորուստն է, թող Աստված տա ձեզ ուժ հաղթահարելու այս մեծ ցավը և թող նրա հոգին հանգչի խաղաղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք նորություններ Արցախից էջում։ Լևոն Հայրապետյան, ում անունը տարիներ շարունակ հնչել է հայրենասիրության, նվիրումի և անսահման մարդասիրության հետ միասին։ Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականին Արցախում։ Նա ոչ միայն հաջողակ գործարար էր, այլև բացառիկ հայրենասեր, ով իր կյանքի զգալի մասը նվիրեց հայկական արժեքների պահպանմանը, կրթության, մշակույթի և հատկապես Արցախի զարգացմանը։ Նրա բարեգործական գործունեությունը ընդգրկում էր դպրոցների, մշակութային կենտրոնների, եկեղեցիների կառուցում և վերանորոգում, երիտասարդ ընտանիքների աջակցություն, զանգվածային հարսանիքների կազմակերպում Արցախում, խրախուսելով ժողովրդագրական աճը հայրենի հողում։ Նա հավատում էր, որ ուժեղ ազգը կառուցվում է կրթությամբ, ընտանիքով և մշակույթով։ Հայրապետյանի նախաձեռնություններով բազմաթիվ երիտասարդներ հնարավորություն ստացան կրթություն ստանալու, համայնքներ զարգանալու, իսկ ընտանիքներ արմատավորելու իրենց հայրենիքում։ Նրա կատարած աշխատանքը միայն նյութական աջակցություն չէր, այլև ազգային ոգու ամրապնդում։ Լևոն Հայրապետյանը նաև բարդ ու փորձություններով լի կյանք ունեցավ։ Վերջին տարիներին նա կանգնեց ծանր իրավական ու առողջական խնդիրների առաջ, սակայն անգամ այդ օրերին նրա անունը շարունակում էր ասոցացվել հայրենասիրության և մեծ նվիրումի հետ։ Նա մահացավ 2017 թվականին, թողնելով մեծ հետք հայկական իրականության մեջ։ Այսօր, երբ խոսում ենք նրա ընտանիքի ցավի մասին, չենք կարող չընդգծել, որ նման մարդկանց կորուստը միայն ընտանեկան չէ, դա համազգային ցավ է։ Թող Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժ մնա մեր սրտերում, իսկ նրա կատարած բարի գործերը շարունակեն ապրել սերունդների հիշողության մեջ։ Թող Աստված հոգու հանգիստ տա նրան և նրա դստերը, զորացնի նրա ընտանիքին այս ծանր փորձության մեջ։ Լևոն Հայրապետյանի կյանքի ուղին լի էր պայքարով, նպատակասլացությամբ և ազգային ինքնագիտակցությամբ։ Նա այն մարդկանցից էր, ովքեր հավատում էին, որ հարստությունը արժեք ունի միայն այն ժամանակ, երբ ծառայում է հայրենիքին ու ժողովրդին։ Իր գործունեությամբ նա դարձավ կամուրջ Սփյուռքի և Արցախի միջև, համախմբելով ուժեր և միջոցներ ազգային ծրագրերի իրականացման համար։ Արցախում նրա իրականացրած ծրագրերը հատկապես մեծ արձագանք գտան։ Նրա նախաձեռնությամբ կազմակերպված զանգվածային հարսանիքները ոչ միայն սոցիալական աջակցություն էին երիտասարդ ընտանիքներին, այլև հզոր ուղերձ՝ ապրել, արարել ու ամրապնդել հայկական ներկայությունը հայրենի ու հողում։ Նա մեծ ուշադրություն էր դարձնում նաև եկեղեցական մշակութային արժեքների պահպանմանը, գիտակցելով, որ ազգի ուժը նրա հոգևոր հիմքերի մեջ է։ Չնայած կյանքի վերջին տարիներին նա մնաց հավատարիմ իր սկզբունքներին, շատերի համար նա դարձավ համարձակության և արժանապատվության օրինակ։ Նրա անունը հիշվում է ոչ միայն որպես գործարարի, այլ որպես ազգային մտածողությամբ առաջնորդվող մարդու, ով իր հնարավորությունները ծառայեցրեց ժողովրդին։ Այսօր նրա թողած ժառանգությունը շարունակվում է հիշողությունների, իրականացված ծրագրերի և այն մարդկանց կյանքերում, ում նա աջակցել է։ Նրա կյանքը հիշեցում է, որ մեկ մարդու նվիրումը կարող է փոխել հազարավոր ճակատագրեր։ Ինչպես արդեն նշեցինք, Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, սովորել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտում, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, աշխատել է Կոմսոմոլսկոյե Պրավդա, Սավրեմեննիկ պարբերականներում, Սոբեսեդնիկ հրատարակչության հիմնադիր, վերակառուցել է Գանձասարի վանքը։ Լևոն Հայրապետյանը մեծ գումարներ է ներդրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման համար։ Արտերկրում բնակվող հայ մարդկանց նման Լևոն Հայրապետյանը ամեն ինչ արել է և անում էր երկրի զարգացման համար։ Հայրենի Վանք գյուղում Հայրապետյանը հիմնադրեց փայտամշակման գործարան։ Հայրապետյանը կարծում էր, որ ցանկացած երկրում, այդ թվում Արցախում, մարդիկ զարգացման զգալի արդյունք ցուցաբերելու համար պետք է պայքարեն կաշառակերության և անհարգի շքեղության վրա։ Բարերարն օրինակ էր բերում Իտալիան, որը 15 տարի առաջ Եվրոպայի ամենաաղքատ պետությունն էր, սակայն համակողմանի մշակված քայլերի շնորհիվ գրանցեց անասելի արդյունքներ։
Պարոն Հայրապետյանը Արցախում հավաքում է Ռուսաստանի հայ գործարարներին և սկսում է քննարկել Արցախի ներդրումային ծրագիրը։ Գործարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը պետք է հեռու լինեին շահույթի և ռիսկային գործոնի կախվածությունից հիմք ընդունելով բարեգործությունը։ Հաջողակ գործարարի տեսադաշտում Հադրութի շրջանն էր, որն առաջնահերթ օգնության կարիք ուներ։ Օգնության առաջին օղակում երիտասարդներն էին, որոնք ըստ Հայրապետյանի չէին հեռանա հայրենիքից, եթե լինի ամուր աշխատաշուկա, մշակութային օջախներ, որոնք իրենց հերթին կխթանեին տնտեսության աճին։ Հայրապետյանի բարեգործությունների շրջանակը մեծ է։ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում, Հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը 700 երիտասարդների մասնակցությամբ իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլ ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։ Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։ Երիտասարդներից յուրաքանչյուրն ուներ իր տեղը մարզադաշտում գծված սեղանների շուրջ։ Յուրօրինակ այս հարսանիքը հավատարիմ էր մեր ազգային ծիսակարգին։ Մնացած հյուրերն արարողությանը հետևում էին մերձակա բլուրներից։ Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։ Բարերարի առաջնային ծրագրերից էր համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն էր Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։